Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր մենք անցնելու ենք երկնիշ թվերի գումարումը կարգային անցումով։ Նայելով նկարին կատարելով համապատասխան գործողությունները կատարում ենք գումարում։ Տեսեք, 34-ին գումարած 17, 3 տասնյակ 4 միավորին պետք է գումարենք 1 տասնյակ 7 միավոր։ Դրա համար երեխաներ, մենք միշտ սովորել ենք, որ մեծ թվին գումարում ենք փոքրը ավելի հեշտ լինելու համար, չէ՞։ Տեսեք, միավորներից այստեղ 7 միավոր է, այստեղ 4 միավոր, ավելի հեշտ է 7 միավորից ստանալ տասնյակ, այսինքն վերցնում ենք 3 միավոր, տալիս ենք 7 միավորին, դառնում է ամբողջական տասնյակ։ Ունեցանք 3 տասնյակ 1 միավորին ավելացրած 2 տասնյակ, կլինի 5 տասնյակ 1 միավոր, 7-ի և 4-ի գումարից ստանում ենք 1 տասնյակ 1 միավոր, իսկ ընդհանուր հաշվարկում 5 տասնյակ 1 միավոր, նույնը հաջորդը, 1 տասնյակ 8 միավորին գումարած 2 տասնյակ 6 միավոր, 6 միավորից 2 միավորը վերցնում ենք, տալիս ենք 8 միավորին, դառնում է կլոր տասնյակ, լինում է 2 տասնյակ գումարած 2 տասնյակ 4 միավոր, 4 տասնյակ 4 միավոր, 2 տասնյակ 6 միավորին գումարած 2 տասնյակ 8 միավոր, 6 միավորից 2 միավորը տալիս ենք 8 միավորին, դառնում է տասնյակ և ստանում ենք 2 տասնյակ 4 միավորին գումարած 3 տասնյակ հավասար է 5 տասնյակ 4 միավոր և վերջինը 1 տասնյակ 7 միավորին պիտի գումարենք 2 տասնյակ 4 միավոր, 4 միավորից վերցնում ենք 3 միավորը առանձնացնում, տալիս ենք 7 միավորին, ստանում ենք ամբողջական տասնյակ, այսինքն 2 տասնյակին ավելացրած 2 տասնյակ 1 միավոր հավասար է 4 տասնյակ 1 միավորի։ Նույն ձևով մտածելով կատարում ենք հաջորդը։ 33-ին գումարած 28, կամ կարելի է հաշվել այսպես, 33-ին գումարած 20 հավասար է 53, 53-ին էլ գումարած 8 հավասար է 61, 27-ին գումարած 43, մտածում ենք, 27-ին գումարած 40 հավասար է 67, 67-ին էլ գումարած 3 հավասար է 70, նույն ձևով կատարում ենք հաջորդ համարները։ Այժմ կատարում ենք առաջադրանք 4-րդը, հետևելով օրինակներին պետք է հաշվենք, այս վարժությունները նույնպես կարելի է նույն ձևով հաշվել կամ հաջորդ օրինակի նման կարելի է սկզբում գումարել տասնյակները, հետո միավորները և ստացված թվերը գումարել իրար, այսպես 26-ը ներկայացնում ենք կարգային գումարների գումարի տեսքով, 26-ը կազմված է 20-ից և 6-ից, 65-ը կազմված է 60-ից և 5-ից, տասնավորները միասին ենք գումարում, 20 գումարած 60 հավասար է 80, միավորները գումարում ենք իրար, 6 գումարած 5 հավասար է 11, 80-ին էլ գումարած 11 հավասար է 91, 40-ին գումարած 40 հավասար է 80, 6-ին գումարած 5 հավասար է 11, 80-ին էլ գումարած 11 հավասար է 91։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ համարները։ Անցնենք մյուս էջի առաջադրանքներին։ Նորից երեխաները ճյուղերով գրում են տասնյակը և միավորը, տասնավորները առանձնացնում գումարում են, հետո միավորները, իսկ հետո բոլորի պատասխանները։ Առաջադրանք 6-ն ենք կատարում, տրված թվերը պետք է ներկայացնենք կլոր տասնյակի և միավորի գումարի տեսքով, օրինակ 45-ը պիտի ներկայացնենք 3 տասնյակի և մնացածը միավորի տեսքով, 15 միավորի գումարի տեսքով, 25-ը հավասար է 1 տասնյակ 15 միավոր, 82-ը հավասար է 7 տասնյակ 12 միավոր, 36-ը հավասար է 2 տասնյակ 16 միավոր, 40-ը հավասար է 3 տասնյակ 10 միավոր, 47-ը հավասար է 3 տասնյակ 17 միավոր։ Երեխաներ, սա արվում է, որպեսզի հետագայում դուք կարողանաք կարգային անցումով հանումները կատարել։ Հիմա հաշվելու ենք արտահայտության արժեքը։ Տեսնում ենք, որ երկու գործողություն է։ Սկզբում կատարում ենք առաջին գործողությունը, պատասխանը գրում ենք նշանի վերևում, հետո նոր երկրորդ գործողությունը։ 52-ին գումարած 23 հավասար է 75, 75-ին էլ գումարած 8 հավասար է 83, 34-ին գումարած 23-ի պատասխանը գրում ենք վերևում 57, 57-ին էլ գումարած 7 հավասար է 64։
Նույն ձևով կատարում ենք մյուս համարները եւ անցնում ենք պարագիծը հաշվելուն։ Հիշեցնում ենք երեխաներին, թե ինչ է պարագիծը։ Բազմանկյան կողմերի երկարությունների գումարը կոչվում է պարագիծ։ Գծում ենք 3 սմ կողմով քառակուսի եւ հաշվում նրա կողմերի երկարությունների գումարը։ Վերհիշում ենք, որ քառակուսին այն քառանկյունն է, որը ունի 4 հավասար կողմեր եւ 4 ուղիղ անկյուններ։ Քանի որ բոլորը 3-ներ են, 4 հատ 3 գումարելով ստանում ենք 12 սմ, այսինքն հետեւյալ քառակուսու պարագիծը 12 սմ է։ Հիշում եք ուղղանկյան կանոնը, այն քառանկյունն է, որի հանդիպակաց կողմերն իրար հավասար են, ունի 4 կողմ եւ 4 ուղիղ անկյուն, կոչվում է ուղղանկյուն։ 4 սմ եւ 3 սմ կողմերով ուղղանկյուն ենք գծում, հետո հաշվում ենք պարագիծը։ Պարզ հաշվարկով մեկ կողմին ավելացնում ենք երկրորդը, հետո երրորդը, հետո չորրորդը։ 4 սմ գումարած 3 սմ գումարած 4 սմ գումարած 3 սմ հավասար է 14 սմ-ի։ Տարբեր եղանակներով կարելի է հաշվել։ Կարելի է 2 4-ը գումարել, 2 3-ները գումարահաշվել կամ հեշտով կարելի է գումարել։ Եվ առաջադրանք 11-ը նույնպես կատարում ենք գումարման գործողությունները, որը կաշկային անցումով է, կաշկային անցումով հեշտությամբ կատարում ենք, որը ոչ ավելի թեթև առաջադրանք է։ 32-ին գումարած 45 հավասար է 77։ Սա կարելի է նույնիսկ երեխաներին առաջարկել ինքնուրույն աշխատանքով կատարել, կամ կարելի է գրքում աղյուսակի միջոցով հաշվել տալ, հետո նոր երեխաները գրեն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։